Այսօր Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղեր արտադրող եւ իրացնող բազմաթիվ տնտեսվարողներ հայտնվել են իրավական անորոշության եւ վարչական ճնշման ներքո պետությանից ստեղծած համակարգային բացերի հետևանքով։ Տարիներ շարունակ ոլորտը գործել է առանց լիցենզավորման հստակ եւ գործող մեխանիզմի, քանի որ գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո որևէ պետական մարմին փաստացի չստանձնեց ոլորտի ամբողջական կարգավորումն ու վերահսկողությունը։ Այդ պայմաններում տնտեսվարողները շարունակել են իրենց գործունեությունը առաջնորդվելով պետական մարմինների պաշտոնական դիրքորոշումներով եւ իրավական դաշտում առկա իրական կարգավորումներով։ Սակայն այսօր պետական եկամուտների կոմիտեն սկսում է տուգանքներ կիրառել, հղում կատարելով այն հանգամանքին, թե ոլորտը ենթակա է լիցենզավորման։ Մինչդեռ մեր պաշտոնական գրավոր հարցումներին ի պատասխան եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եւ հետագայում արդեն առողջապահության նախարարությունը հստակ արձանագրել են, որ տվյալ գործունեությունը առողջապահության նախարարության կողմից լիցենզավորման ենթակա չէ։ Ողջունել է իհարկե, որ արդեն իսկ ընդունվել են նոր օրենսդրական կարգավորումներ, որոնք կոչված են վերջապես կարգավորելու այս երկար տարիների անորոշ մնացած ոլորտը։ Այսինքն պետությունն ինքն է ընդունել, որ արկա է եղել իրավական բաց եւ դրա լուծման անհրաժեշտություն է առաջացել։ Սակայն նույնիսկ այս պայմաններում վարչարարությունը շարունակվում է նույն տրամաբանությամբ, իսկ տնտեսվարողները շարունակում են ենթարկվել տուգանքների մի իրավիճակի համար, որի պատասխանատվությունը նախ եւ առաջ կրում է հենց պետությունը։ Իմ փաստաբանական գործունեության ընթացքում այս խնդրի ողջ իրավական աբսուրդը առավել ցայտուն դրսևորվեց կոնկրետ դատական գործերից մեկով։ Առաջին Հայաստանի դատանը հիմնվելով առողջապահության նախարարության նախկին գրության եւ պետական եկամուտների կոմիտեի կազմած վարչական ակտի վրա հանգեց այն եզրակացության, թե ոլորտը իրապես ենթակա է լիցենզավորման եւ մերժեց մեր հայցադիմումը վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Սակայն արդեն վերաքննիչ դատարանում մենք ներկայացրեցինք էական նշանակություն ունեցող նոր ապացույցներ, որոնք ամբողջությամբ փոխեցին գործի ընթացքը։ Մասնավորապես, տարբեր տնտեսվարողների միջոցով մենք պաշտոնապես դիմեցինք առողջապահության նախարարությանը, խնդրելով, եթե տվյալ գործունեությունը իսկապես ենթակա է լիցենզավորման, ապա խնդրում ենք տրամադրել համապատասխան լիցենզիա։ Եվ հենց այդ դիմումների արդյունքում առողջապահության նախարարությունը փաստացի արձանագրեց ամենակարևոր հանգամանքը՝ ոլորտը առողջապահության նախարարության կողմից լիցենզավորման ենթակա չէ։ Ընդ որում, խոսքը ոչ թե այն մասին է, որ ոլորտը այլևս ենթակա չէ լիցենզավորման, այլ այն մասին, որ այն առհասարակ երբևէ չի գտնվել առողջապահության նախարարության լիցենզիայի տրամադրելու տիրույթում։ Այսինքն, տարիներ շարունակ տնտեսվարողները հայտնվել են պետական մարմինների հակասական, անկանխատեսելի եւ իրավական որոշակիությունից զուրկ վարչարարության թիրախում։ Մի կողմից նրանց նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իբրև լիցենզիա չունենալու հիմքով, մյուս կողմից նույն պետությունն արդեն պաշտոնապես արձանագրել է, որ նման լիցենզիա տրամադրելու իրավասություն ինքը չի ունեցել։ Սա պարզապես վարչական սխալ չէ։ Սա իրավական անվտանգության սկզբունքի կոպիտ խախտում է, որի հետևանքները կրում են մասնավոր տնտեսվարողները պետության ինստիտուցիոնալ անգործության եւ հակասական դիրքորոշումների պատճառով։ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղերի արտադրության եւ իրացման ոլորտը տարիներ շարունակ գործել է իրավական անորոշության պայմաններում։ Այսօր սակայն այդ նույն անորոշության հետևանքները ծանրանում են տնտեսվարողների վրա, վարչական տուգանքների եւ դատական վեճերի տեսքով։ Խնդիրը միայն առանձին բիզնեսների կամ մեկ վարչական մարմնի գործողությունների մեջ չէ։ Այն վերածվել է պետական կառավարման համակարգային ճգնաժամի օրինակելի դրսևորման։ Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո անասնաբուժական դեղերի շրջանառության ոլորտում առաջացել է կառավարման վակուում։ Որևէ պետական մարմին ամբողջական պատասխանատվությամբ չի ստանձնել ոլորտի լիցենզավորման, վերահսկողության եւ կարգավորման գործառույթները։ Այդ ընթացքում տնտեսվարողները շարունակել են գործունեությունը, առաջնորդվելով այն պաշտոնական պարզաբանումներով, որոնք ստացել են պետական մարմիններից։ Հենց այստեղ է առաջանում հիմնական իրավական հակասությունը։ Այսօր պետական եկամուտների կոմիտեն մի շարք տնտեսվարողների նկատմամբ
նկատմամբ վարչական վարույթներ է իրականացնում, պնդելով, թե տվյալ գործունեությունը ենթակա է եղել լիցենզավորման, սակայն տնտեսվարողների կողմից տարիներ շարունակ ստացված պաշտոնական պատասխանները փաստում են հակառակը։ Ունեմ կենտանիների մասնագիտացված կերերի ու խնամքի պարագաների մասնագիտացված խանութ, առկովաճառքի, որտեղ կերերից ու այդ մնացած խնամքի պարագաներից բացի վաճառում ենք նաև դեղորայք։ Դեղորայք ասելով այսպես էլ, ոչ թե մենք ապտեկա ենք, անասնաբուժական, այսինքն մասնագիտացված դեղորայք չենք վաճառում։ Վաճառում ենք ուղղակի ճիժվակրության, ճիժվաթափության եւ տզի լվերի դեմ կատիվներ։ Բայց դրանք, ինչ կան հասկանում եմ, նույնպես այդ 3004 կոդի տակ է գնում։ Բայց որպես այդպիսին, որ ասեմ մենք ուրիշ դեղորայք ունենք վաճառքի, չունենք, ընդամենը այդ ճիժվաթափության հապեր են, մեկ էլ տզի եւ լվերի դեմ կատիվներ։ Ուրեմն ես տեղում չեմ եղել, խանութում չեմ եղել, աշխատողն է եղել, մտել են 3 հոգով, ներկայացել են որպես պեկի աշխատակից։ Նորից ներկայացրին, ասում եմ ինչ է, տուկանք է, ինչ է, ինչի համար եք եկել կամ ինչ որ փողոք է, մի հատ որ ես էլ հասկանամ, թե դեր գալու այցը։ Բայց չէ, ինչի մասին է, ինչ տուգանք, ուղղակի հեշտական այց է, բոլորին այցելում ենք, ուղղակի ստուգում է, որ այս ֆիրմայից դուք ստանում եք այդ Zerofren պարազիտիտ այդ կաշկի տաբլետկաները, ասում են հա։ Ուղղակի գրենք որ ստացել եք ու վերջ։ Տեքսեմ կարող եմ ես չգրել, չէ, չստորագրել, հա։ Բայց խորհուրդ չեմ տա, որովհետև ինչ որ վտանգ չի սպառնում ձեզ։ Լավ, փաստացի ստանում եմ, դրած վաճառում եմ օրինական թղթերն ֆիրմայից ֆակտուրան կա։ Գրեցի, ստորագրեցինք, որ ստանում եմ այս ֆիրմայից այս դեղորայքը վերավաճառելու նպատակով։ Վերջում ավելացրեք, որ չունեմ լիցենզիա, ասում եմ ինչ լիցենզիա։ Բա դեղորայք վաճառելու թույլտվություն, թե ոչ մեկ չունի, բայց չէ որ էլի, բոլորն ունեն, ես չունեմ, ինչ որ բան է։ Հա, բան չունեմ ասելու, այդ ուղղակի այսպես, թողին գնացին, նորից կարող ենք համակարգիչը վերցնեք տանեք, ասի վերցրեք տարեք, ես ենքան փոքր բիզնես է, փոքր խանութ է, որ ինչ ունիք տանել ստուգելուց, վերցրեք հենց մի տարեք։ Լիցենզիայի հետ կապված, հա, որ մարմին եք դիմել, ինչ են ձեզ պատասխանել։ Հիմա ասեմ, իրանք գնացին, հետո պարզվեց, որ հեշտով խանութները պես մտնելով, տուգանելով գնում են։ Հետո ծանուցում եկավ, պեկից, որ ներկայանամ Երևան, իրանց գրասենյակ, տեղեկացվելու համար գնացի, ասում են, մենք տուգանքնելու ենք ձեզ, քանի որ լիցենզիա չունեք, թե մինչև այդ էլի օրենքները բացեցինք, ոչ միտեղ հստակ գրանցված չէ ու երբևիցե մինչև առայսօր չի եղել հատուկ լիցենզիա անասնաբուժական դեղորայք վաճառելու։ Ըստ տնտեսվարողների, ինչպես էկոնոմիկայի նախարարությունը, այնպես էլ հետագայում առողջապահության նախարարությունը գրավոր պատասխաններով հայտնել են, որ անասնաբուժական դեղերի տվյալ գործունեությունը առողջապահության նախարարության կողմից լիցենզավորման ենթակա չէ։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ։ Պետությունը մի կողմից տուգանում է լիցենզիա չունենալու համար, մյուս կողմից նույն պետության լիազոր մարմինները փաստացի արձանագրում են, որ նման լիցենզիա տրամադրելու իրավասություն չեն ունեցել։ Դե հիմա նոր գիտեմ երկրորդ ընթերցմամբ այդ օրենքը քննարկումը հաստատվելով գնում է։ Բայց իրանք ինձ տուգանել են հունվար, դեկտեմբեր-հունվար ամիսներին, հունվարին։ Գնացինք այնտեղ ես էլ ներկայացրի, որ համաձայն չեմ, այս օրենքի կետերը գոյություն ունի։ Մինչ այդ հարցում էինք արել էկոնոմիկայի նախարարություն, առողջապահության նախարարություն, սկզբում պատասխանել էին, որ հա, քանի որ նախ հեռախոսազանգով ես թեժքի զանգեցի էկոնոմիկայի նախարարություն, իրանք անձամբ ինձ ասեցին, որ տուգանելու իրավունք չունեն, դուք մեզ գրավոր հարցում արեք, մենք ձեզ կպատասխանենք, կտանեք պեք, ձեր տուգանքը հետ կգան, կչեղարկեն։ Բայց երբ որ ես գրավոր հարցում արեցի, իրանք պատասխանել են, որ դեռ քննարկման փուլում է, հստակ ինչ որ տարանջատում
չկա։ Իսկ առողջապահության նախարարությունը պատասխանեց ինձ, որ բան է, քանի որ հստակ տարանջատում չկա մարդկային դեղորայքի եւ անասնաբուժական դեղորայքի, պետք է ենթարկվեք մարդկային դեղորայքի լիցենզավորման օրենքին։ Բայց ես որպես լիցենզիա նախ գիտեք, ինչքան բարդ է սովորական տեղական լիցենզիան հանելու, իմաստ չկա։ Այդ 2-3 անուն հաբեր վաճառելու համար աբսուրդ է, էլի այդքան ինչ-որ պրոբլեմի առաջ կանգնել լիցենզիա հանելը։ Դե հետո մի 10 օր հետո տուգանքը գրավոր եկավ, իհարկե փաստաբան ենք վարձել, դատարան ենք դիմել, որովհետև օրինական որևէ հիմք այս պահի դրությամբ չկա։ Եթե օրենք հաստատված լինի, իմանանք, որ լիցենզիա է հասնում չենք արել, հա, թող տուգանեն։ Մի քանի տարի առաջ ենք դիմել, կոնկրետ փորձել ենք ինքնուրույն մինչև այդ ակտին հասնել էլի գործը, փորձել ենք խանութը մեր բացելուց առաջ օրինական ընթացք գործին, այսինքն նախքան մեր գործունեությունը ծավալելը փորձել ենք ճիշտ ենք լիցենզիա պետք է թե չէ, եթե պետք է ինչպես կարող ենք ձեռք բերել։ Հետո պատասխանել են, որ կոնկրետ այդ դեղորայքի մասով ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառույց լիցենզիա չի կարող տրամադրել, այսինքն առանց լիցենզիա են աշխատում։ Որտեղից են իսկ պատասխանել։ Առողջապահության նախարարությունից, էկոնոմիկայի նախարարությունից մենք հարցեր թեժ գիտել ենք զանգել, փորձել հարցնել։ Մեր հարցերին չեն կարող պատասխանել ու ոնց հասկացա մեր Երևանի գոլեգաները մյուս մարզերում աշխատող բոլոր նմանատիպ տնտեսվարողները առանց լիցենզավորման են աշխատում, այսինքն ծնտիրը եղել է համատարած, նույնց եղել փորձել ենք մենք աշխատենք։ Ուղղակի հաշիվ աբրանքագրով ստանալով, ՀԴՄ-ով վաճառելով։ Առանց դիմը։ Իսկ հետո արդեն խնդիր է առաջացել փաստորեն։ Հա, հետո արդեն այդ տվյալ վարչությունից, որը նշված էր, մարդիկ եկել են, ոչ լիցենզավորված գործողության համար տուգանք են սահմանել, տուգանք են կրել, արդեն իրավաբանը, մենք դիմել ենք իրավաբանին, ինքը արդեն նորից հաստատել է, որ մեր ստատուս բանավոր տեղեկությունը, որը մենք նախարարությունից ստացել ենք, ինքը ունի արդեն դրա գրավոր պատասխանը, որ իրենք գրավոր պատասխանել են, որ լիցենզավորման ինքնազգա չէ։ Առողջապահության նախարարություն գրավոր հարցում ուղարկեցինք 06-11-2025 թվականին, որով խնդրեցինք հայտնել, թե արդյոք այս ոլորտը ենթակա է լիցենզավորման։ Պատասխան գրությամբ առողջապահության նախարարությունը մեզ հայտնեց, որ օրենքով կամ այլ իրավական ակտերով դեղերի իրացումը, դեղերի արտադրությունը տարանջատված չեն ըստ իրացվող կամ արտադրվող դեղի մարդու օգտագործման համար կամ անասնաբուժական ոլորտում կիրառման համար նախատեսված լինելու գործոնով։ Այս գրությունից հետո մենք վկայակոչեցինք մեկ քաղաքացու Սերգեյ Գաբրելյանի անունով փոխանցված գրությունը, ով իր գրությամբ խնդրել էր պարզաբանել, եթե ոլորտը ենթակա է լիցենզավորման, ապա տրամադրել իրեն լիցենզիա։ Առողջապահության նախարարությունը քաղաքացուն պատասխան գրությամբ հայտնեց, որ ոլորտը լիցենզիա տրամադրելու իրավասություն չունի։ Բնականաբար հերթական գրությունը առողջապահության նախարարություն մեր կողմից կրկին անգամ ուղարկվեց, որտեղ մատնանշեցինք, որ երկու տարբեր գրություններ են ուղարկվել տարբեր բովանդակությամբ միևնույն հարցի վերաբերյալ։ Փորձելով պարզել, թե արդյոք առողջապահության դիրքորոշումը փոխվել է որևէ օրենսդրական փոփոխության պատճառով, թե այլ պատճառ է եղել այդ փոփոխության համար։ Հաջորդ նամակով արդեն առողջապահության նախարարությունը հստակ մատնանշում է. առողջապահության բնագավառ հասկացությունը ենթադրում է, որ այն մի ոլորտ է, որտեղ իրանցվում է մարդու եւ հանրության առողջության պահպանման եւ բարելավման ուղղված գործունեություն։ Ելնելով այս ամենից տեղեկացրեց մեզ, որ առողջապահության նախարարությունը լիազորված չէ լիցենզիա կամ թույլտվություն տրամադրել անասնաբուժական ոլորտի ծառայությունների համար։ Հետևաբար ստացվում է, որ շուրջ 2-ից 3 տարի տնտեսվարողները վարչական պատասխանատվության են ենթարկվել մի բանի համար, որը ենթակա չէր վարչական պատասխանատվության։ Իրավաբանների գնահատմամբ սա լրջագույն խնդիր է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Եթե պետական մարմինը չուներ համապատասխան լիցենզիա տրամադրելու իրավասություն, ապա տնտեսվարողը փաստացի զրկված է եղել օրենքի պահանջը կատարելու հնարավորությունից։ Մենք 2024 թվականին տուգանվել ենք առանց լիցենզիա անասնաբուժական դեղամիջոցներ իրացնելու համար, բայց մինչև
մենք շատ երկար տարիներ շարունակել ենք ոնց որ մեր գործունեությունը, վարել ենք այս մեր ընթացքը ու ավարտել ենք մեր նույն ոնց որ գործունեությունը եղել է։ Դիմել ենք տուգանքից հետո էկոնոմիկայի նախարարություն, ինչու էկոնոմիկայի նախարարություն, որովհետև մինչ այս գործունեությունը վարվում էր գյուղնախարարության կողմից, բայց գյուղնախարարության լուտարումից հետո արդեն էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ էր սա։ Ու էկոնոմիկայի նախարարությունը մեզ պատասխանում է, որ այս պահին օրենսդրական բացեր կան եւ դեռ լիցենզիա չի պահանջում այս ոլորտը։ Այսինքն միայն պահանջում է մարդաբուժական դեղամիջոցներ իրականացնող կազմակերպությունների համար։ Այսպեսով մենք նաև շարունակում ենք մեր հանգիստ գործունեություն իրականացնել, բայց այնուամենայնիվ պետական էկոնոմիկների կառավարման ներկայացուցիչների այցից հետո անդրադառնում, որ ոլորտը միևնույն պահանջում է լիցենզիա եւ մեզ ակտավորում են։ Մենք մեր գործընկերներից ձեռք ենք բերում որոշ փաստաթղթեր, որի իրանք նույնպես հիմնել են այս հարցի շուրջ, ոնց որ առողջապահության նախարարության լիցենզիա ստանալու համար նրանք նույնպես մերժել են եւ արդյունքում ստացվում է, որ հանգամանքը առաջին այդտեղի դատարանի աչքից գրիպել է եւ ոնց որ մեզ մերժում են, մեր հայտարարումը մերժում են եւ մենք դիմում ենք վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը արդեն այս բոլոր փաստարկների ճնշումներից անվավեր է ճանաչում մեր ակտը եւ դեռ ոնց որ առաջին այդտեղի դատարանում քննվում է այս հարցը եւ ստացվում է, որ ունենք իրարամերժ պատասխան, այսինքն պետական եկամուտների կոմիտեն ասում է, որ դուք ենթակա եք լիցենզավորման, մենք պահանջում ենք մեր լիցենզիան եւ պատասխանում են, որ էկոնոմիկայի նախարարությունը պատասխանում է, որ դեռ մեր ոլորտին դա չի վերաբերվում, բայց քանի որ դեռ օրենսդրական փոփոխություններ են այս ոլորտում կատարվում, դեռ սպասում ենք մենք։ Առողջապահության նախարարությունը մեզ պնդում է, որ դեռ մարդաբուժական դեղամիջոցներին է միայն վերաբերվում լիցենզավորումը եւ մեր ոլորտին դեռ քանի որ կան բաց հարցեր, բաց ինչ որ քննարկման փուլում գտնվող կետեր, դեռ մենք չպետք է լիցենզավորվենք։ Տնտեսվարողների եւ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարության հետ ունեցած շփումների արդյունքում պարզ է դարձել, որ կառավարությունը արդեն աշխատում է ոլորտի նոր կարգավորումների վրա։ Էկոնոմիկայի փոխնախարար Տաթև Սարգսյանը ներկայացրել է նախարարության դիրքորոշումը եւ հայտնել, որ օրենսդրական փոփոխությունների ամբողջական փաթեթը նախատեսվում է ներդնել 2027 թվականից։ Էկոնոմիկայի նախարարությունը դեռևս նախորդ տարվանից անասնաբուժական տնային գործունեությամբ զբաղվող տեղերի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից մի շարք թիմումներ էր ստացել կապված հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումների եւ դրանց արդյունքում հարուցված վարույթների վերաբերյալ այն հիմքով, որ տեղատնային գործունեությունը լիցենզավորման մասին օրենքով հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն, սակայն անասնաբուժական տեղատնային գործունեությամբ զբաղվող մեր տնտեսվարողները չունեին լիցենզիաներ գործունեությամբ զբաղվելու համար։ Այստեղ կա մի փոքր տարանկալում, չնայած որ հարկային մարմինների կողմից մեկնաբանվում էր այսպես, որ տեղատնային գործունեությունը նույնն է, ինչ անասնաբուժական եւ մարդաբուժական գործունեության մեջ, սակայն դրանք ունեն առանձնահատկություններ եւ ընդառաջ գնալով նաեւ տնտեսվարողներին մենք իրականացրեցինք որոշակի ուսումնասիրություններ եւ համապատասխան փոփոխություններ նախատեսվեց օրենքներում, որպեսզի անասնաբուժական տեղատնային գործունեությունը տարանջատվի տեղատնային գործունեությունից։ Հաշվի առնելով մի շարք առանձնահատկություններ ոլորտի, սկսած տուգանքի չափից, պետտուրքի չափից կախված իհարկե իրենց իրացման ծավալները տարբեր են, հա, մարտաբուժության հետ եւ համատելի չեն, հետեւաբար նաեւ պետտուրքը պետք է համարժեք լիներ գործունեությանը։ Հաշվի առնելով նաեւ այն առանձնահատկությունը, որ անասնաբուժական դեղամիջոցները, մասնավորապես պատվաստանյութերը, հիմնականում պարունակում են կենդանի թուլացված շտամներ եւ իրենց պահպանման պայմանները տարբերվում են եւ ոչ ճիշտ պահելու պարագայում կարող է հակառակ արդյունքը ստանալ եւ ռիսկ է կենդանիների առողջության համար։ Հետեւաբար հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները մենք նախաձեռնեցինք համապատասխան փոփոխություն լիցենզավորման մասին օրենքում, որպեսզի անասնաբուժական տեղատնային գործունեությունը այո լինի լիցենզավորված, բայց լիցենզավորված իր առանձնահատկություններին համապատասխան։ Այստեղ նաև դժգոհություններ կար ֆերմերային տնտեսություններով զբաղվող մեր տնտեսվարողների կողմից, քանի որ իրենք էլ այսպիսի խնդիր էին վերհանում, որ տեղատներում անասնաբուժական վաճառվում են այլ ապրանքներ եւս,
տեղերից բացի, մինչև իսկ շատ վտանգավոր ներգործություն ունեցող թունաքիմիկատներ, ագրոքիմիկատներ, պեստիցիդներ, հետևաբար անհրաժեշտություն եղավ մշակելու նաև կարգը, չնայած որ կարգը այս պահին հաստատված չէ ներկայացվող պահանջներին վերաբերող, սակայն պետք է նշեմ նաև, որ ի գիտություն մեր տնտեսվարողներին օրենքը հաստատվել է եւ ուժի մեջ է մտնում 27 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ կարծում եմ, որ արդեն հաստատված կլինի նաև լիցենզավորման կարգը, այսինքն տեղատներին, կրպակներին, տեղատնային գործունեությամբ զբաղվող ներկայացնող պահանջների վերաբերյալ, որպեսզի մեր տնտեսվարողները հստակ իմանան, թե ինչ պահանջների պիտի համապատասխանի իրենց գործունեությունը։ Նախագիծը կտեղադրվի իդրաֆտ հարթակում, որտեղ նաև մեր տնտեսվարողները ֆիզիկական անձին, կանհատ ձեռնարկատերերը եւ բանական անձին կարող են մանրամասն տեղեկանալ եւ ես կխնդրեմ, որ իրենք լինեն ակտիվ, իրենց դիտարկումները ներկայացնեն, որպեսզի մեր կարգը, պահանջները առավել հասանելի լինի մեր տնտեսվարողների համար, ոչ թե խոչընդոտի իրենց գործունեությանը, որովհետև հողի վրա իրենք են այդ խնդիրները առավել լավ տեսնում, հետևաբար իրենց կարծիքները մեզ համար շատ կարևոր են եւ կխնդրեմ ակտիվ լինել։ Բայց պետք է նշեմ, որ կան որոշակի սկզբունքային պահանջներ, որոնք ընդհանուր են թե մարդաբուժության, թե անասնաբուժության համար, որ պետք է լինի ջերմաստիճանի պահպանում, դարակաշարեր համապատասխան, պահեստ թափոնների համար, լուսավորություն, օդի խոնավություն եւ այլն, սրանք պարտադիր պահանջներ են լինելու բոլորի համար։ Սա ըստ ոլորտի ներկայացուցիչների ինքնին վկայում է այն մասին, որ պետությունը գիտակցում է նախկին կարգավորման թերի եւ անորոշ բնույթը, սակայն տնտեսվարողները հարցադրում են անում, եթե պետությունը ընդունում է, որ ոլորտը պատշաճ կարգավորված չի եղել, ապա որքանով է իրավաչափ այդ նույն ժամանակահատվածի համար մարդկանց վարչական պատասխանատվության ենթարկելը։ Իսկ ինչ անեն են տնտեսվարողները, ովքեր որ հայտնվել են մինչ այս հանրաշփոթի մեջ, ովքեր որ մինչև իրենց գործունեությունը սկսել է դիմել են տարբեր տեղեր, ընդ որում նաև առողջապահության նախարարություն, մի շարք վարկանիշների բարձելու համար արդյոք լիցենզավորում անհրաժեշտ է թե ոչ։ Այստեղ խնդիր է առաջանում, եթե չկար այդ կարգավորումը, ինչ են տնտեսվարողները տուգանվել։ Արդյոք այս մասով որևէ կերպ կարող են քաղաքացիները իրենց խնդիրը լուծել, թե միայն դատական կարգ։ Տվյալ պահին պետք է նշեմ, որ նույն հարցը էկոնոմիկայի նախարարությունն են նաև ներկայացրել տնտեսվարողները, այստեղ քննարկում է եղել նաև եւ պետական եկամուտների կոմիտեի մասնագետների եւ առողջապահության նախարարության մասնագետների մասնակցությամբ բարձրաբանելու տարընկալումը օրենքի տեղատնային գործունեություն եւ անասնաբուժական տեղատնային գործունեություն, սակայն պետք է նշեմ, որ կարգավորումը 27 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտնում եւ այս մասով կարծես թե էկոնոմիկայի նախարարության տիրույթից հարցի լուծումը դուրս է։ Անասնաբուժության մասին օրենքի համաձայն անասնաբուժության ոլորտում տեղերի իրացմամբ, վաճառքով, արտադրությամբ զբաղվող սուբյեկտները եւ կազմակերպությունները հանդիսանում են անասնահավաճարակային օբյեկտներ կամ անասնաբուժական պետական վերահսկողության օբյեկտներ, սակայն քանի որ չկան համապատասխան իրավական կարգավորումները, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չէր կարողանում Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքով իրեն վերապահված լիազորությունները իրացնելու եւ վերահսկողություն իրականացնելու անասնաբուժական տեղատներում, ինչի արդյունքում կարող են իհարկե հայտնաբերվել նաեւ ժամկետանց տեղեր, ինչի չէ կեղծ տեղեր, հետեւաբար շատ կարեւոր ենք համարում կարգավորումը եւ սա գործիք է նաեւ անասնաբուժության ոլորտի պետական վերահսկող մարմնի համար, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, որպեսզի օրենքով իրեն վերապահված լիազորությունները ամբողջությամբ կարողանա իրացնել։ Այսօր բազմաթիվ տնտեսվարողներ հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված են դատարաններում ապացուցել, որ իրենք չեն կարող պատասխանատվություն կրել մի պահանջի չկատարման համար, որի կատարման մեխանիզմը պետությունը ինքը երբևէ չի ապահովել։ Իրավական համակարգի համար սա կարևոր փորձություն է։ Դատարանների առաջ դրված է ոչ միայն առանձին վարչական ակտերի օրինականության հարցը, այլ ավելի լայն խնդիր։
Արդյոք պետությունը կարող է պատժել քաղաքացիներին սեփական ինստիտուցիոնալ բացերի եւ վարչական անորոշության հետևանքների համար։ Այս պատմությունը վաղուց արդեն միայն անասնաբուժական դեղերի շուկայի մասին չէ։ Այն վերածվել է Հայաստանի պետական կառավարման ամենազգայուն հարցերից մեկին։ Որքանով է պետությունը ինքը պատասխանատվություն կրում իր ստեղծած իրավական քաոսի համար։ Հայաստանում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ խոշոր չափերի փողերի լվացման հերթական դեպքերը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն, որոնց շրջանակում մեղադրյալները ըստ իրավապահների Telegram սոցիալական հարթակի միջոցով կազմակերպել են թմրամիջոցների վաճառք, իսկ ստացված գումարները փորձել օրինական դարձնել արդեն իսկ հայտնի սցենարով։ Գործերից մեկով փողերի լվացման ծավալը հասնում է գրեթե 94 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի։ Շատ գումար վաստակելու գայթակղությունը միշտ էլ մեծ է, բայց կարևոր է, թե ինչ գնով ես վաստակում այդ գումարը։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում եւ մինչեւ 93 միլիոն դրամի փողերի լվացում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ փողերի լվացման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված 3 քրեական վարույթի նախաքննությունը, որին մասնակից հերոսներից առանձնահատուկ էր 23-ամյա աղջկա մասնակցությունն ու կատարած գործողությունները։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման եւ փողերի լվացման հանցագործությունների դեպքերի արդիվ քննված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Երևանի 23-ամյա բնակչուհու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացում կատարելու եւ փողերի լվացում իրականացնելու վերաբերյալ մասնավորապես մեծածավալ քննչական եւ վարորդային գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի 23-ամյա բնակչին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ապահովել է նշված թմրամիջոցների փաթեթավորումը առանձին փաթեթներում եւ տեղադրումը թաքստոցներում, թմրամիջոցները բաժանվել են առանձին մանր մասերի եւ տեղադրվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրված թաքստոցներում նախապես հարմարեցված։ Քննության պարզվել է 23-ամյա բնակչուհու ողջ գործողություններն ու հանցավոր սխեման։ Խմբի անդամները իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, կազմակերպել դրանց փաթեթավորումն ու թաքստոցներում տեղադրումը։ Թաքստոցների լուսանկարներն ու կոորդինատները փոխանցել են Telegram-ում գործող առցանց հարթակների միջոցով, իսկ գնորդները վճարումները կատարել են կրիպտոարժույթային հաշիվներին։ Նշված թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարները եւ աշխարհագրական կոորդինատները Երևանի 23-ամյա բնակչուհու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի գարում գործող հանցակիցների ներգրավմամբ լուսանկարվել են, ինչպես նշեցի, եւ ուղարկվել են Telegram-յան հեռահաղորդակցման հավելվածում գործող թմրամիջոցների վաճառքով զբաղվող անուտ հարթակներին, որոնք էլ իրենց հերթին թմրամիջոցների վաճառքով զբաղվելու դիտավորությամբ նշված լուսանկարները փոխանցել են այլ անձանց, ովքեր ցանկություն են հայտնել նշված Telegram-յան հեռահաղորդակցման հավելվածում գրանցված ալիքների ձեռք բերել թմրամիջոցները, նշված անձանց նաև տրամադրվել են կրիպտոարժութային հաշիվներ, որպեսզի թմրամիջոցների վաճառքից ստացված գումարները փոխանցվեն կրիպտոարժութային հաշիվներին։ Ըստ նախաքննության հանցավոր ճանապարհով ստացված գումարների ծագումը թաքցնելու նպատակով իրականացվել են տարբեր ֆինանսական գործարքներ։ Մեկ վարույթով լվացվել է 583,000 դրամ, մյուսով ավելի քան 19 միլիոն դրամ, իսկ երրորդով շուրջ 39.8 միլիոն դրամ։ Երևանի 23-ամյա բնակչուհին թմրամիջոցների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերի 19 միլիոն 420,000 դրամի անօրինական օգուտը թաքցնելու, դրանց իրական ծագումը թաքցնելու եւ իրավապահ մարմինների հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով նշված կրիպտոարժութային հաշիվների միջոցով փողերի լվացում կատարելու դիտավորությամբ թմրամիջոցների վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները թաքցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող կրիպտոարժութային փոխանակման կետերի միջոցով նշված կրիպտոարժույթները փոխարկել է Հայաստանի Հանրապետության դրամի, որոնք ստացվել են Երևանի 23-ամյա բնակչուհու բանկային քարտերին եւ վճարահաշվարկային
հաշիվներին։ Արդյունքում 23-ամյա բնակչուհուն հաջողվել է ստանալ 19 միլիոն 420 հազար դրամի օգուտ։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ խափան միջոց է ընտրվել բացակայելու արգելք եւ վարչական հսկողությունը, ինչից հետո գրական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։